Վերջին 15 տարիներին Հայաստանում, մասնավորապես մայրաքաղաքում, անխնա ոչնչացվում է կանաչ զանգվածը։ Սկզբում դա բացատրվում էր էներգետիկ ճգնաժամով և սոցիալական ծանր վիճակով։ 1996 թվականից սկսվեց Երևանի կանաչ տարածքների համընդհանուր բետոնասֆալտապատումը, որը շարունակվում է մինչ այսօր։ Ով, ինչի համար և ում թույլտվությամբ է ուտում մայրաքաղաքի կանաչ զանգվածը։ Գալիք կտրում եմ, առնում ավտոն, տանում են ես լավ ծառներ։ Համասում են ծառերը օգտակար են, բնության համար են, թթվածին են արտադրում, համել մարդիկ կտրում շինություններ են անում։ Ով է տիրուտ իրականը, ոչ ոք, անտիրություն է դրել։ Վարչապետ կա, նախագահ կա, դրանք են ծախում խավար չեն։ Կյանքներս կերան, չի կարելի էսպես, երեխաները օդ չունեն շնչելու։ Եթե այսպես շարունակվի, բնակչության համար պիտանի տարածք Երևանը այլևս չի լինի։ Հայերը անկախ չեն սիրում, ծառ չեն սիրում։ «1996 թվականին, երբ Բաբայան, Ազատություն, Խաչմերուկի անտառ պուրակում սկսեցին կտրել ծառերը, Սերգեյ Ավետիսյանը սրտի կաթված ստացավ։ Մի մարդ մտներ մի հատ լապատկի պոչ կտրեր, բնում ծեծում է։ Բաբայան ինձ ասել էր, ծեծի մի բախի, միլիցիայել ընկնես, ես քեզի կազատեմ։ Ու այնպես ռիսկ չեն անում մեկը մի ծառ կտրել, իսկ հիմի ավտոներով գալիք կտրում են, առնում ավտոն, տանում են ես լավ ծառներ։ Այս անդար այս ծառները խանջանի տնկած ծառներն են։ Անեն ծառ կար ստեղ որ 4 մարդ այսպես կայներ, դրա քոկը չէր կարա բռնի։ Կադրին այս վերևում Դեմիրճանն ու Բրեժնև իրար հետ եկան ստե ծառ տնկեցին։ Մեր երեխեքը այդ Բրեժնևի ծառներ հանին թափին, Դեմիրճանի ծառները մնաց, յոլկա էին տնկել։ 1969 թվականին Սերգեյ Ավետիսյանը ժամանակավոր օգտագործման համար տան հարևանությամբ 1600 քառակուսի մետր հողամաս ստացավ, այգի մշակեց։ Սակայն նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը որոշեց Սերգեյ Ավետիսյանի և Արաբկիր 29 փողոցի մյուս այգիները տրամադրել Հրաչյա Աճարյան համալսարանին, որի ռեկտոր Ավագ Խաչատրյանը մի քանի ճակատով գրոհում էր այս տարածքի վրա։ Ավագ Խաչատրյանը Աճարյան ինստիտուտի դեկանը, դրանի հայրը։ Անցյալ տարի ես իրան հետ խոսացի, ասավ ստենձի տուն եմ սարկում, են կողմն էլ համալիր եմ սարկում, այսպես, որ ուսանողները կան ստեղ հանգստանան։ Ազգային ժողովի նախկին նախագահի հայրը հաջողել է անգամ համաձայնության գալ Արաբկիր 29 փողոցի բնակիչների հետ և նրանցից ոմանք հոժարական վաճառել են իրենց այգիները, բայց Սերգեյ Ավետիսյանն առայժմ համառում է։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Երևանի գլխավոր հատակագիծը նախագծել է 250 000 բնակչության համար, նախանշելով զարգացման սահմանը 400 000։ 1986 թվականին 16.5 հազար հեկտարանոց Երևանն ուներ 4800 հեկտար ընդհանուր ծառածածկ։ Կանաչապատ տարածքները կազմում էին քաղաքի 29%-ը։ Խորհրդային Միության վերջին տարիներին և անկախացումից հետո, հատկապես էներգետիկ ճգնաժամի տարիներին, Երևանում կանաչ զանգվածի սպանդ կատարվեց։ Արդեն 1995 թվականին քաղաքի ընդհանուր մակերեսն աճեց ու դարձավ 20 000 հեկտար, իսկ կանաչ տարածքը նվազեց մինչև 1500 հեկտար։ Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուց հետո Երևանում ծառահատումները չնվազեցին, ճիշտ հակառակը։ 1995-ից 2002 ժամանակահատվածում առևտրաշինարարական կառուցապատման նպատակով հատվեց մոտ 1000 հեկտար ծառածածկ։ 1986 թվականի համեմատ կանաչապատման աստիճանը նվազեց ավելի քան 10 անգամ, դառնալով 2.5%։ Բայց այսօր էլ քաղաքապետարանը շարունակում է կանաչ տարածքներում հողհատկացումներ կատարել։
Ճգնաժամից հետո մինչև 2002-ի վերջը ավելի շատ տարածքներ են հատվել, կրկնակի ավելի շատ տարածքներ են, կորուստներ են եղել, քան թե ճգնաժամի ժամանակ էր։ Ես երեք կողմն էլ ես եմ ջրում։ Եթե դուք որոշեք են էլ ջրեն, ձեզ թույլ կտան։ Չէ, իմ որոշելով չի, ինձանից վերադաս կա։ Մինչև ենթադրենք Պրեզիդենտը, մինչև Ռոբերտ Քոչարյանը։ Ես չեմ կարող, ինձ որտեղ ասին, ես ընդեղ ջրում եմ։ Եթե ասեն, ենթադրենք, ընդեղ ջրի, ուրեմն ընդեղ կջրի։ Ասում են, այստեղ ջրի, այստեղ եմ ջրում։ Եվ չեն ջրում, չեն թողնում ջրի, որպեսզի չուրանա։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Բոլոր ծառերը կտրում են, հատում են, համասում են, ծառերը օգտակար են բնության համար, թթվածին են արտադրում, համել մարդիկ կտրում շինություններ են անում։ Ով է տիրականը, ոչ ոք։ Այստեղ մեզ ասեցին տնկիներ տնկել, տնկիներ են տնկել։ Մի անգամ տնկեցին, ջրեցին, քաղաքապետարանից մինչև անգամ եկան, նայեցին։ Արդեն նրանից հետո անցյալ տարի են տնկել։ Եվ ոչ ջրել, ոչ նայել, տրորեցին, ջարդեցին, փշրեցին։ Հաստորեն ձևականություն։ Դա ձևականություն։ Համաձայն մշակված հստակ քաղաքականության Բաբայան եւ Ազատություն Խաչմերուկի անտառ պուրակի ծառերը շուտով կհատվեն։ Նրանց փոխարեն այս տարածքում նոր դղյակներ կաճեն։ Հենց այսօրինակ քաղաքականության արդյունքում հաղթանակ զբոսայգում հայտնվեց Golden Palace հյուրանոցային համալիրը։ Հաղթանակ զբոսայգու է հյուրանոցային համալիրը, որ 3000 մետր քառակուսի բուսահողը ծառերի հետ միասին ոչնչացրել էր։ Երևանի գլխավոր ճարտարապետի կարծիքով դա շատ ճարտարապետական տեսանկյունից լավագույն տարբերակ էր ընտրված։ Գրոհը Երևանի կանաչ տարածքների վրա շարունակվում է։ Արդեն մի քանի ամիս ոչ ջրվում, ոչ էլ մաքրվում է նախագահի նստավայրի եւ ազգային ժողովի շենքի հարևանությամբ գտնվող Պուշկինի անվան այգին։ Եթե իրանց աչքի դեմը այս վիճակն է, ապա մյուս տեղերը, որ իրանց աչքից հեռու է, ինչ վիճակի մեջ պիտի լինի։ Սա կենտրոնն է, օրական ոնց լինի, չլինի, գոնե աշխատակազմից մի հոգի կամ երկու հոգի այստեղով կանցնեն, կտեսնեն վիճակը։ Եթե տեսնում են ու ոչ մի բանի տեղ չի անցնում, ապա էլ հարցը ինչումն է։ Սաղ ինչ են արել, են վերև արեցին հերիք չի մեզ։ Որտեղ եք ապրում, մոտել։ Դե մոտիկ գալիս ենք նստում ենք, սաղ կամ եկեքը վերացրեն, պիտի մենակ վճարես, որ նստես։ Ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում նաև Օղակաձև զբոսայգու տարածքում։ Սրճարանների շքերթի պարագայում քաղաքի այս հատվածն այլևս այգի անվանել հնարավոր չէ։ Հեսա մեզ էլ են լարել ուսուցան, հենց արդյոք կար։ Մնում են Վարդամամիկոյան չեն կարած երդ, դա են վարդերի բաների։ Արին։ Ասենք ցավ չեք զգում, որ այս այգիները այդ սենց են անում։ Բա չենք զգում։ Բա ես եմ աջեցրել, բան եմ արել։ Ինչ կարամ ասել։ Վարչապետ կա, դե նախագահ կա, դրանք են ծախում խաբար չեն։ Չեմ ասում, ցնդած է ժողովուրդը։ Փաստորեն այսօրվա դրությամբ քաղաքը կանաչ գոտի չունի։ Այն հատուկենտ ծառուտները, որոնք պահպանվել են հատուկենտ զբոսայգիներում, դրանք փաստորեն այլևս անզոր են քաղաքի կենսագործունեության վրա որևէ դրական ազդեցություն ունենալու իմաստով։ Մասնավորապես Օղակաձև զբոսայգին ավելի շատ կառուցապատվածություն ունի, քան թե կանաչապատ է։ Կամ մեր աչքի առաջ պետական օպերայի շրջափակող կանաչ տարածքից ոչինչ չմնաց։
կանաչ տարածք որպես այդպեսին չկա, կա սրճարանների օղակ, ոչ թե կանաչ գոտի։ Երևանի կանաչ տարածքների պահպանման խնդրով մտահոգվածների պայքարն ինչպես իրենք են խոստովանում, այնքան էլ արդյունավետ չէ։ Մի բան հաստատ է, այսօր որևէ պատահական մարդ, հատկապես օղակաձև զբոսայգում եւ օպերայի շրջակայքում սրճարան կամ մեկ այլ կառույց ունենալ չի կարող։ Քիչ չեն մարդիկ, նույնիսկ շատ են մարդիկ այսօրվա իշխանության ուրեմն բարձրաստիճան ապարատում, որ շատ դժվար է։ Այսինքն նա արդեն դառնալով զուտ կառուցապատող, նա խնդիրը այսպես է դնում, որ իրեն ցանկանում է օրենքից դուրս դնել։ Այս այգիներում զավթողները ովքեր են, ես չեմ կարծում, որ դա սովորական մի մարդ է, մեզ նման սովորական մարդկանացու։ Ղեկավար աշխատողներ, որոնք թույլտվություն են ստանում, որոնք իրավունք ունեն, որոնք օրենքի դեմ չեն որևէ պատասխանատվություն կրում։ Հայերը անտառ չեն սիրում, ծառ չեն սիրում։ Իսկ ինչ են սիրում։ Քար ու բետոն, ասֆալտ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ քար ու բետոն սիրողների գործունեության շնորհիվ Երևանում կտրուկ աճել է վերին շնչառական ուղիների եւ սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող հիվանդների թիվը։ 90-ական թվականներից հետո այս հիվանդություններն ակտիվացել են հատկապես 25-ից 45 տարեկանների շրջանում։ Ձեռքի տակ ունենալով բազմաթիվ ուսումնասիրություններ ու փաստեր, կանաչ տարածքների ճակատագրով մտահոգված կազմակերպությունները կոալիցիա ստեղծեցին եւ ակցիաներ, միջոցառումներ, սեմինարներ կազմակերպեցին։ Նման մի ակցիա կազմակերպեց այս տարվա հունիսին։ Ի վերջո, եթե այսպես շարունակվի, ուղղակի բնակելի տարածք չի լինի։ Բնակչության համար պիտանի տարածք Երևանը այլևս չի լինի։ Երթի ճանապարհները տարան քաղաքապետարան։ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպումը սկսվեց մեղադրանքներով։ Բոլոր սրճարաններում ոչ մի պատահական մարդ չկա։ 3 քաղաքապետարանի վարչության պետ կա, որոնք օղակաձև այգում ունեն սրճարաններ։ Կան 4 նախարարներ։ Հասկանում եք, քաղաքը դարել է քաոս։ Ճիշտ եմ ասում։ Ձեզ թվում է գեղեցկացին է, բայց մեր տեսակետից քաոսի է վերածվում։ Փոշու ես ինչ գիտեմ, քարի եւ այդ մեքենաների քաոս։ Ոչ միայն ցավալի է, որ քաղաքն է ձևափոխվում, ցավալի է նույնիսկ անձնապես, որովհետեւ մարդիկ ինչ որ տեսնում են կառուցվելու, նույնիսկ ոչ կոմպետենտ մարդը նայում է, ասում է, ինչ են թույլ տվել, առանց իմանալու, որ նման բան թույլ չի տվել։ Հենց այս պահին Երևան քաղաքում տարբեր հատվածներում գնում է հողազավթումներ, գնում է մասսայական բնակելի տների շինարարություն, գնում է գոյություն ունեցող նախագծված տների ամբողջապես վերակառուցում, այսինքն խախտում նախագծից շեղումներ, գնում է մանսարդային հարկերի կառուցման մասսայական շեղումներ, գնում է առաջի հարկերի, ցուցանակների, գույների եւ այլն տոտալ ձևախեղումներ։ Նարեկ Սարգսյանը հավաստում է, որ հաստատվում է մեկ նախագիծ, սակայն իրականացվում բոլորովին ուրիշ բան, իսկ վերահսկել քաղաքապետարանն ի վիճակի չէ։ Նույն օղակաձև զբոսայգում կան ապօրինի կառույցներ, արդեն կառուցված ավարտած, որը ոչ մի ընդհանրություն չունի նախագծերի հետ։ Ոչ մի ընդհանրություն չունի։ Եվ որոնք են, եթե հնարավոր է կարող ենք ասել։ Հին Հռոմ սրճարանը, որի առաջին պլանի այդ անֆիլադայի մասը նախագծով է, հետևի կառույցը ոչ։ Ես կարծում եմ, որ միակ լուծումը պետք է լինի խիստ քաղաքաշինական ոստիկանության ստեղծումը, այսինքն մարդիկ պետք է պատժվեն մինչև այրը խեղաթյուրելու համար։ Ոստիկանությունը ինչու, որպեսզի կանխարգելի հենց սկզբից ինքնակամ շինությունների ծնվելը, այսինքն պրոֆիլակտիկ խնդիրը պետք է լուծի։ Իսկ եթե երբ որ նա արդեն կառուցել է, մենք ինչ ենք անում։ Մենք դիմում ենք դատախազություն, դատախազությունը դիմում է դատարան, դատական վեճ եւ գիտեք արդեն այդ
կանաչ գոտիները մասնավոր անձած վարձակալության տալու արդյունքում բետոնապատվում են հանրային այգիները, կտրվում քաղաքի ծառերը։ Ես չեմ հանում նաև մեր պատասխանատվությունը, պարզապես հաշվի առնելով ահռելի քանակությունը այն մարդկանց, ովքեր որ Երևանում ցանկացել են ունենալ սրճարաններ այգիներում, մեզ իհարկե չի հաջողվել այդ process-ը կանոնացնել։ Միակ, այսպես ասեմ, մխիթարական պահը այս պահին նա է, որ ամենայնպես ես այդպես եմ մտածում, որ դրանք process-ներ են, որոնք ժամանակի ընթացքում անպայման կկարգավորվեն։ Առայժմ մի process-ը փոխարինում է մյուսին եւ մխիթարանքի պահը լավագույն դեպքում դեռ շատ հեռու է, թեև քաղաքապետարանը հայտարարել է, որ այգիներում սրճարանների տեղ այլևս չկա եւ հողատկացում չի լինի, սակայն ավելի վտանգավոր փուլ է սկսվել։ Սրճարանների քանակությունը, քանի որ բավականին շատ էր, արդեն մրցակցության արդյունքում բոլորը ուզեցին, որպեսզի նաև ձմեռային օգտագործման տարածքներ ունենան, այսինքն ոչ թե սեզոնով միայն ամռանը, որպեսզի կարողանան այս կամ այն կերպ դիմանալ այդ շուկային։ Եվ քաղաքապետարանը հեղեղվեց դիմումներով։ Այս եւ մյուս բոլոր խնդիրները գլխավոր ճարտարապետը հույս ունի լուծել Երևանի նոր հատակագծի շրջանակներում, որը կհաստատվի 2006 թվականին։ Նոր հատակագծում ֆիքսվել է 6 անտառային զանգված։ Նարեկ Սարգսյանի ասելով, այդ հատվածները անձեռնմխելի են հողատկացումների համար, հավանաբար այնպես ինչպես ժամանակին անձեռնմխելի էր թվում օպերայի շրջակայքը։ Օպերան դա պետք է լինի քաղաքաշինական տարածք։ Օպերան պետք է անպայման հրապարակը մեծանա եւ միանա հյուսային պողոտային։ Դա խոշորագույն քաղաքաշինական խնդիր է եւ նման դեպքերում Երևանի գլխավոր ճարտարապետը փաստում է իր անզորությունն օրենքից դուրս համարվող պաշտոնյաների առաջ։ Նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը փաստում է, որ օրինակ օպերայի տարածքում աճած կառույցների 99%-ն ապօրինի են։ Նրանք կանոններ չեն տալիս, որովհետև անօրինությունների հեղինակներն իրենց բարձրաստիճան գործընկերներն են։ Նախկին ու ներկա օրենսդիրները, գեներալներն ու նախարարները։ Այս դեպքում արդեն մենք ենք փաստում, որ օպերայի նախկին հանրային այգում սրճարաններ ունեն, օրինակ ազգային ժողովի падգամավոր օրինաձիերկիր կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Մարգարյանը, ազգային ժողովի падգամավոր Լևոն Խաչատրյանը, նաև Անուշ Ղազարյանը, որի տանիքն ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանն է։ Նրա այս սրճարանը ամբողջությամբ անօրինական կառույց է։ Քաղաքապետարանում հաստատված նման նախագիծ չկա։ Ավելին, շինարարության ընթացքում մի անգամ այստեղ քանդվել է պատը, սակայն մի գիշերվա մեջ քանդված պատը կրկնակի չափով վեր է բարձրացել։ Մերօրյա հզորներն հաճախ թաքնվում են իրենց հեռու մոտիկ բարեկամների, քեռիների ու զոքանչների անունների հետևում, բայց Ջալյամն, ինչպես հայտնի է, բացի գլխից մարմնի ուրիշ մասեր էլ ունի։ Նա չորացած, այս ծառը չորացած։ Այո, մալադեց։ Այո։ Բա ուրիշ չորացած ծառեր կան, խենք է։ Կտրում ենք, հենց այդպես կտրելով էթում ենք։ Մնալու է, այո։ Չեք վիրավորում, ինչի մարեք։ Ես վիրավորական բան ասել եմ, ինչի մարեք վիրավորում։ Չեմ վիրավորում, ես ասում եմ, դրան է գինտան էդ էլ կկտրեք, ինչ է եղել։ Այստեղ ամեն ինչ ծախվում է այս երկրում, չգիտեմ։
Նման հարցերը շատ խիստ քաղաքում համաձայնացնելով միայն Երևան քաղաքապետի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր դենդրոլոգի հետ։ Ես այդ կարգ ու կանոնը գիտեմ։ Ինչի պետք է ասես։ 100 անգամ ասել ես, ես 100 անգամ էլ արել եմ։ Ոչ մի անգամ չես արել։ Ես իմի հարյոթան հիմնարկը ես սրա գրությունը Ես չեմ գալու հիմնարկ, դու ես գալու հիմնարկ։ Գկամ ինչ ով է, Սուրիկ ջան, գկամ։ Ինչի՞ չեմ։ Եղավ, հերիք, արդեն հերիք։